Այն է ճշմարիտ լույսը, որ ամեն մարդի լուսավորում է, որ գալիս է աշխարհ, աշխարհումներ, եւ աշխարհը նրանով եղավ, եւ աշխարհը նրան չճանաչեց։ Իրենների մեջ եկավ, եւ իրենները նրան չընդունեցին, բայց որոնք որ նրան ընդունեցին, իշխանություն տվավ նրանց Աստծո որդիներ լինելու, նրանց, որ նրա անունին հավատում են, որոնք ոչ այրունից եւ ոչ մարմնի կամքից եւ ոչ մարդի կամքից, այլ Աստվածանից ծնվեցին։ Ճշմարիտ լույսը իր մեջ ունի հետևյալ 3 կարևոր սկզբունքները։ Ճշմարիտ լույսով լուսավորված մարդը գիտակցում է իր մեղքերը, որ լույսը լուսավորում է մեղավոր մարդուն ճանաչելու Հիսուս Քրիստոսին։ Ճշմարիտ լույսով լուսավորված մարդը հասկանում է, որ Հիսուս Քրիստոսի անունին հավատալով Աստծո որդու իշխանություն է ունենում։ Ճշմարիտ լույսով լուսավորված մարդը գիտակցում եւ հասկանում է, որ փրկությունը այրունից մարդի կամքից չէ, այլ Աստծո հրաշալի կամքից է, որ մարդը փրկվում է։ Լուսավորված ես, հասկանում ես, որ ճշմարիտ լույսով լուսավորված ես նրան ճանաչելու, նրան նվիրվելու, նրանով մեղքերից ազատվելու։ Լուսավորված ես եւ արդյոք վայելում ես Աստծո որդի լինելու ուրախությունն ու խաղաղությունը։ Արդյոք գիտակցում ես եւ լուսավորված ես, որ քո արժեքներից չէ, որ դու փրկված ես, այլ Աստծո սուրբ ու հավիտենական կամքով է, որ դու փրկված ես։ Մենք լուսավորվելու, մենք մարդիկս մեղավոր ենք եւ Քրիստոս իր սուրբ լույսով լուսավորում է մեզ հասկացնելու, որ մեղավոր մարդը ինքն իրեն չի կարող փրկել։ Քրիստոս մեզ լուսավորում է, որպեսզի մենք գիտակցենք եւ հասկանանք, մենք ինքնահռչակ Աստծո զավակներ չենք կարող լինել։ Մենք լուսավորվում ենք հասկանալու համար, որ մենք ինքներս չենք կարող փրկվելու համար որևիցե բան անել։ Այլ ճշմարիտ լույսը լուսավորում է ամեն մեղավոր մարդու, որ գիտակցի, որ իր մեղքերը Քրիստոսով ներվելու կարիք կա։ Ճիշտ նույն Քրիստոսը, մեր հավիտենական փրկիչը, մեր հավիտենական Աստվածը մեզ ներելով տալիս է իր կամքի հաճության պես փրկություն, որի լինի փառք հավիտյանս հավիտենից։ Ամեն։